Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ, ևս մեկ առիթ է ստեղծվել հանդիպելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Օրեր առաջ տեղի ունեցած երկկողմ հանդիպումից բացի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մասնակցել են նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին, իսկ Ջեհուն Բայրամովի հետ Արարատ Միրզոյանի առանձնազրույցը սեպտեմբերի 22-ի ներկայացել։ Հիշեցնենք, որ նախարարները մտքեր էին փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ, համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Նյու Յորքում երկկողմ հանդիպումներ կայացել են նաեւ մի շարք այլ երկրների պաշտոնակիցների հետ։ Պաշտոնակցի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարը քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղված նախաձեռնությունները, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղված նախաձեռնություններին։ Միրզոյանը հանդիպել է նաեւ Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ։ Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասները, ընդգծելով դրանց հիմքում դրված հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչման միջոցով տրվող նոր հնարավորությունները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։ Հանդիպում կայացել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Միրյանը Սպոլյարի-Ճեգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաեւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաեւ հումանիտար հարցերի կարգավորմանը։ Իսկ Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է Մոնղոլիայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում արկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ Հայաստանի եւ Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ Տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ քննարկում է ծավալվել նաեւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը։ Բացի դա, Արարատ Միրզոյանը եւ Բեատե Մայնել-Ռայզինգերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստրիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը, ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Աշխատանքային այցով Իսպանիայի թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպվել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը հանդես է եկել ողջունի խոսքով։ Մեծ պատիվ այսօր ձեզ հետ մասնակցելու Հայաստանի Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Մեր ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլև մեր որդեգրած արժեքների, ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում։ Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Տրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր, որը
բացում է մեր պատմության նոր էջը։ Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են։ Ուրախ ենք, որ այս կարևոր օրը նշում ենք Մադրիդում, մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը եւ բարեկամությունը։ Հայաստանի եւ Իսպանիայի հարաբերությունները հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ձգտումների վրա շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։ Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը որպես գործընկեր, թե Եվրոպական միության շրջանակներում, թե դրա սահմաններից դուրս, եւ ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածությունը ու աշխատանքի շնորհիվ մենք երկու ժողովուրդների միջև ստեղծել ենք կենթանի կամուրջ։ Թող այսօրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը, իշա մեր ժողովուրդների բարության, խաղաղության եւ բարեկամության։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի թագավորությունը։ Շնորհակալություն։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, այն հոկտեմբերի 1-ին կքննարկվի նաև խորհրդարանում, մեկ այլ նախագծով էլ 3 միլիարդ 219 միլիոն դրամ կհատկացվի կենսաթոշակառուների ու նպաստառուների 2025-ի հոկտեմբեր-դեկտեմբերի հետ վճարները տրամադրելու համար։ Մանրամասները ռեպորտաժում։ Ֆինանսների նախարարը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց, որ 2026-ի հնան նախատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, հնայի դեֆլյատորը 3%, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալում են ապահովել հարկեր հնա հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4% տոկոսային կետով։ Հովհաննիսյանի խոսքով սպասողականն այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 2024-ի նկատմամբ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Նախագծի համաձայն պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը հաջորդ տարվա հնայում կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդն էլ Հովհաննիսյանի փոխանցմամբ նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն հնայի 4.5%-ը 2025-ի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետով նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք հնայացուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, Կներդրվի առողջության համապարփակապահովագրության համակարգը, կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ 2026-ից ամբողջ հանրապետությունում կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը։ Կշարունակվեն անուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց աջակցության ծրագիրն ու հարյուրավոր այլ միջոցառումներ։ Հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։ Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով օրինակ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ հնայում 3.5%-ից 25 թվականի աճելու ենք 3.3%-ից աճելու ենք 3.5% եւ առողջապահության նախարարության գծով 1.5%-ից աճում ենք 1.8%։
Մի քանի նախարարներ իրենց տեսակետները հնչեցրին, արդյունքում գործադիրը նախագիծը հաստատեց, իսկ մինչ այդ Վահե Հովհաննիսյանը նաև հավելեց, որ նոր կարգավորումների առումով այս տարի առաջին անգամ բյուջեն կներկայացվի եռամյա հեռանկարով, որտեղ նաև կներկայացվեն բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա 3 տարիների ընթացքում, որպեսզի թե հանրությանը, թե խորհրդարանին բյուջեն հաստատելիս պարզ լինի, թե կառավարությունը որ ճանապարհով է գնում։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ ըստ օրենքի պահանջի բյուջեի մասին օրենքի նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվի մինչև հոկտեմբերի 1-ը, եւ հոկտեմբերի 1-ից ըստ էության ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսելու են տարբեր նախարարությունների 2026 թվականի ծրագրային անելիքները։ Մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում ունենք օրենքով կառավարությանը վերապահված վերաբաշխումներ իրականացնելու հնարավորություն։ Եվ այդ սահմանաչափը օրենքով նախատեսված է ծախսերի 3% չգերազանցող մասով, որը 2026 թվականի համար հանրագումարով մոտ կլինի 100 միլիարդ դրամի։ Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետ վճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից կհատկացվի 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանի փոխանցմամբ ծրագրից օգտվող շահառուների թիվը մոտ 350,000 է, կանխատեսվածից ավելին, եւ այդ թիվը ամսական մոտավորապես 2-ից 3%-ով աճում է։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահի կարգավորումների համաձայն հետվճարով վերադարձվում է գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, եւ որ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա 25-ը։ Մեկ այլ նախագծի մասով էլ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Այն է 150 միլիոն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ այդմ ֆինանսների նախարարին լիազորություն կտրվի ստորագրելու համաձայնագիր, որն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրին վերաբերող բոլոր խնդիրները Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնեցնում է ոչ միայն Թուրքիայի արտգործնախարարության, այլ նաև այդ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Տեղեկությունն այդ մասին անձամբ է հաստատել Միացյալ Նահանգների նախագահի անձնական ներկայացուցիչը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ կապ ունեն Թուրքիայի հատուկ ծառայությունները։ ԱՄՆ նախագահի այդ հատուկ հանձնարարություններով իր ներկայացուցիչը Սթիվեն Ուիթկոֆը երեք ելույթ է ունեցել Նյու Յորքում Կոնկորդիա գագաթնաժողովի շրջանակներում եւ անդրադարձել է նաեւ մեր տարածաշրջանում խնդիրների լուծումներին եւ ինչպես է ամերիկյան դիվանագիտությունը ինչ լծակներ օգտագործելով է հասնում խնդիրների լուծմանը։ Եվ մասնավորապես ասել է, որ մեր տարածաշրջաններում խնդիրներ լուծելիս համաձայնեցնում են ուրեմն որոշ խնդիրները ոչ միայն ինչպես ասացիր Թուրքիայի արտգործնախարարի, այլ նաև Թուրքիայի հետախուզության ծառայության պետի հետ։ Ուիթկոֆը մասնավորապես հետևյալն է ասել, բեջբերում եմ բառացիորեն. կա երկու մարդ, ովքեր շատ կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող խնդիրների լուծմանը հետ կապված։ Դրանցից մեկը Թուրքիայի հետախուզության պետ պարոն Իբրահիմ Գյուլինն է, մյուսը արտգործնախարար Հաքին Ֆիդանը։ Երբ ինձ մոտ հարցեր են առաջանում, օրինակ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հետ կապված, ես դիմում եմ այդ պարոններին, որոնք լավագույն փորձագետներն են այդ ոլորտներում։ Տարօրինակ է, չէ, երբ ամերիկյան դիվանագիտության վրա ազդող գործող անձանցից են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետախուզության ղեկավարները, հա։ Եթե արտգործնախարարի մասին է խոսքը, դեռ կարելի է հասկանալ, բայց որ հետախուզության ղեկավարը ունի հստակ լծակ մոլորակի թիվ 1 մարդու գլխավոր հանձնակատարի վրա ազդելու, դա իսկապես տարօրինակ է։ Ուիթկոֆը հետևյալն է ասել. ես կապը պահպանում եմ մեր դեսպան Թոմ Բարակի հետ, զանգահարում եմ Տոմին եւ ասում եմ, ինչ կարծիք ունի Իբրահիմը այս հարցի վերաբերյալ։ Եվ այսպես մենք աշխատում ենք, բազմաթիվ դրական լուծված հարցեր ունենք այս ձևով։ Իսկապես տարօրինակ է եւ կարծում եմ այս սենսացիոն լուրը պետք է որ մեկնաբանության կարիք ունենա Վաշինգտոնի կողմից։ Էրդողանը նույնպես Միացյալ Նահանգներում է, նրա հանդիպումների ժամանակ հնարավոր է անդրադարձեր եղել են հայ-ադրբեջանական կարգավորմանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած այդ դեբատներից ժամանակ Էրդողանը իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը, նա ասել է, որ Թուրքիան միշտ կողմ է եղել այդ երկու հարևան երկրների հաշտեցմանը եւ բավարարվածություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հետ կապված, որոնք ինչպես ինքն է որակել ճանապարհ են հարթում դեպի խաղաղություն։ Շնորհակալություն է հայտնել եւ շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներին։ Երեք Էրդողանը նաեւ հանդիպում է ունեցել Թրամփի հետ, Թրամփը հանդիպում էր մահմեդական պետությունների առաջնորդների հետ։ Եվ ինչն է հետաքրքիր, այդ մեծ հանդիպման ժամանակ Թրամփը առաջարկել էր, որպեսզի Էրդողանը իր աջ կողմից նստի, այդ աթոռին է պատվավոր տեղն են հատկացրել Էրդողանին, դա նույնպես վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները հենց Թուրքիային են ընկալում որպես մահմեդական աշխարհում իրենց գլխավոր դաշնակիցը։ Թեև այնտեղ ներկա էին նաև Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Պակիստանի եւ այլ ազդեցիկ մահմեդական երկրների առաջնորդները, բայց ամեն դեպքում Թուրքիայի ղեկավարին է այդ պատվավոր տեղը հատկացվել։ Իդեպ այդ հանդիպումից հետո Էրդողանը ասել է, որ Թրամփի հետ այդ հանդիպումը եղել է հրաշալի եւ արդյունավետ։ Թրամփ-Էրդողան հանդիպում է սպասվում, ինչ է հայտնի այդ հանդիպման օրակարգի մասին։ Էրդողանը արդեն ժամանել է Վաշինգտոն, Երևանի ժամանակով ժամը 7-ին, եթե չեմ սխալվում, արդեն սկսվել է այդ հանդիպումը 2 ժամ է տևելու եւ ինչն է հետաքրքիր Վաշինգտոնում կրկին Թրամփի նախաձեռնությամբ Էրդողանին տեղավորել են Black House առանձնատանը, որը Սպիտակ տան ամենապատվավոր հյուրերի համար է նախատեսված, ասեմ, որ Թրամփի նախագահ վերընտրվելուց հետո այնտեղ միայն 2 հյուր է հյուրընկալել, Ֆիլիպինների նախագահ Ֆերնանդին Մարկոսը եւ Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին եւ Էրդողանը նույնպես այդ շարքին է դասվել։ Այդ ուրեմն բանակցություններից հետո հավանաբար մամլո ասուլիսով հանդես կգան երկու երկրների առաջնորդները։ Ես պետք է հիշեցնեմ, երբ նախավերջին անգամ Էրդողանը Վաշինգտոնում էր եւ Սպիտակ տանը հանդիպում էր ԱՄՆ նախագահի հետ, այդ սկանդալային
այդ ծեծկրտուկը տեղի ունեցավ, երբ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Սպիտակ տան մոտ բողոքի ցույց անցկացնող քրդերին, ասորիներին եւ հայերին։ Այս անգամ արգելվել է ցանկացած տեսակի ցույցերը, բայց ամեն դեպքում ոստիկանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում, որ հանկարծ նման բան տեղի չունենա եւ կրկին Էրդողանի թիկնապահները հանկարծ մարդ չծեծեն, հա։ Հետարքիր է այս կազմը նախագահին ուղեկցող պատվիրակության, արտգործնախարար, էներգետիկայի նախարար, պաշտպանության նախարար, հետախուզության ծառայության ղեկավար եւ ռազմական արդյունաբերության այդ պետական կոմիտեի նախագահ։ Հավանաբար այս կազմը վկայում է այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ, եւ նաեւ հատկանշական է, որ այս հանդիպումից առաջ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը դատապարտել է նախագահ Թրամփին, ասելով, որ նա հակառակ իր տված խոստմանը այդպես էլ լուրջ ջանքեր չգործադրեց Ուկրաինայում եւ Գազայում խաղաղության հաստատման համար։ Շնորհակալություն Արծո։ Իսկ միջազգային ուշագրավ լուրերը ներկայացնում ենք տեսաշարով։ Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռյուբիոն, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կողմերը վերահաստատել են խաղաղ լուծումներ գտնելու փոխադարձ շահագրգռվածությունը եւ պայմանավորվել են կառուցողական երկխոսություն պահպանել Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպման մասին։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների դեմ լարվածության սրումը, Լեհաստանում, Ռումինիայում, Դանիայում անօդաչու թռչող սարքերի եւ Էստոնիայում կործանիչների դիտարկումները։ Մենք պետք է արագ արձագանքենք եւ գործենք։ Մենք նաեւ կենտրոնացանք սառեցված ռուսական ակտիվների Ուկրաինայի օգտին օգտագործման եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման վրա, գրել է նա Տելեգրամում։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի քաղաքականության պատճառով Մոլդովան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից եւ դառնալ Եվրամիության գաղութ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի ընդդիմադիր Պոբեդա Դաշինքի անդամ Մարինա Տաուբերը։ Մոլդովացիների վերաբերմունքը եվրոպական ինտեգրման նկատմամբ չափազանց ոչ միանշանակ է։ Անցած տարվա հոկտեմբերին կայացած հանրաքվեում կառավարությունը կարողացավ ապահովել Եվրամիությանն անդամակցելու օգտին նվազագույն մեծամասնություն։ Մինչդեռ ըստ ՌԻԱ Նովոստիի երկրի ներսում ընտրողների միայն մոտ 46%-ն է աջակցել եվրոպական ինտեգրմանը։ Գործակալությունը պնդում է, որ այդ մեծամասնությունն ապահովել է մոլդովական սփյուռքը, որի համար իշխանությունները բացել են ավելի քան 200 ընտրատեղամաս Եվրամիության երկրներում եւ միայն 2-ը Ռուսաստանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այն ժամանակ նշել էր, որ հանրաքվեն եւ ընտրությունները ցույց են տվել մոլդովական հասարակության մեջ խորը պառակտում եւ հույս էր հայտնել, որ հանրապետության ղեկավարությունը չի խորացնի այն։ Թեհրանն ու Վաշինգտոնը ազդարարել են միջուկային ոլորտում լարվածության հնարավոր մեղմացման մասին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իրանը պնդել է, որ միջուկային զենք ստեղծելու հավակնություններ չունի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները։ Հիշեցնենք, որ Իրանի եւ Իսրայելի միջև հունիսյան 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5 փուլ անցկացրին, բայց բախվեցին լուրջ խոչընդոտների, ինչպիսիք են Իրանի տարածքում ուրանի հարստացումը։ Իսկ Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարան Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկար, որում Ալ-Շարան առաջին տիկին Մելանիա Թրամփի ներկայությամբ սեղմում է Թրամփի ձեռքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Սա երկու առաջնորդների երկրորդ հանդիպումն էր Սաուդյան Արաբիայում մայիսին կայացած նրանց հանդիպումից հետո։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Շիրակի մարզում մեկնարկել է կարտոֆիլի բերքահավաքը։ Տարին բավականին բերքառատ է եղել եւ գյուղացիական տնտեսությունները ստացված արդյունքներից դժգոհ չեն։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարի համեմատած նախորդ տարվա հետ մոտ 400 հեկտարով ավելի քիչ կարտոֆիլ է մշակվել, քանի որ անցած տարի ֆերմերային տնտեսությունների մեծ մասը բերքը իրացնելու խնդիրներ է ունեցել։ Շիրակի ամենաբերի հողերում Ախուրյանի տարածաշրջանի ցանկատարածքներում արդեն կարտոֆիլի բերքն են հավաքում։
Ինչպես են մշակել, ջրել, պարարտացրել, արդյունքը հողագործները տեսնում են հողի տակ։ Դաշտում են, սորտավորում են, խոշոր ու որակյալ պարենային կարտոֆիլը ջոկում են, դնում վաճառքի համար։ Իսկ նվազ կամ վնասվածները ձմռան պաշար իրենց ընտանիքների համար։ Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի ցանկատարածքները պակասել են, մոտ 4000 հեկտարի փոխարեն 3500-ն են ցանել։ Հեկտարները նվազեցրել են, բայց դրանից բերքի քանակը չի տուժել։ Միայն թե գյուղացու սպասելիքները միշտ ու ամեն տարվա նման տեղը չեն գալիս։ Անցած տարի բերքի կեսը կամ շատ մասը մկներն էին տարել։ Այս տարի էլ վնասի մեղքի բաժինը ամռան կարկտահարությանն է։ Ճածածները շատ են լինում, կանաչները եղանակի տատանումներից էլի, արևային եղանակը շատ ուժեղ է, խաշվեց էլի, փողի մեջ Կարկուտը վնասեց։ Կարկուտն է իր տեղում ուներ, իհարկե կարկուտն է վնասեց։ Բերքը այն չի։ Պատճառը կարկուտն է, զուտ կարկուտը։ Տեղը խուշը, որովհետև կարկուտն եկավ խփեց, մենք տեղել էինք ամեն ծևի նայել էինք, կարկուտը խփեց, սենց խոդապույսերն աճավ։ Կարտոշկեն նվազեց, հողի տակը ջարդվավ, չէ, կարտոշկեն նվազեց, փուշը աճավ։ Մայիս-հունիսի կարկուտները Արթիկի, Սարալանջ եւ Նահապետավան գյուղերում վնասել են շուրջ 143 հեկտար, իսկ Ախուրյանի 16 գյուղերում 4000 հեկտարից ավելի ցանկատարածքներ։ Հողագործները եղածն ու մնացածն են հավաքում։ Հուլիս-օգոստոսի առանց տեղումների ամիսներն էլ երաշտով հարվածեցին, թեև ոռոգումից բողոքելու տեղ չունեն, ժամանակին ջուր են տվել։ Երևի դրա շնորհիվ է, որ բավարար քանակի բերք են հավաքում։ Դաշտեր կան, որ մի քիչ եթե ավազային է հողը, խնդիրներ ստեղծել է այդ հողերին։ Այսինքն ցածր բերքատվություն է, իսկ որ դաշտերը, որ մի քիչ ավելի սևահող է, խոնավություն մի քիչ պահել է, այնտեղ լավ է բերքը։ Պետք է նաև կարտոֆիլի հետ կապված նշեմ, որ գիտեք, ամառվա ամիսներին գրեթե 2 ամիս առանց տեղումների եղել, տեղումնաբեր ամբեր չենք ունեցել, տեղումներ չենք արձանագրել եւ բավականին ջրային պաշար ունեցել ենք կուտակած, ոռոգման սեզոնին խնդիրներ չենք ունեցել, կարտոֆիլի ոռոգումը իրականացվել է պատշաճ կարգով եւ ուշած կարտոֆիլի բերքավակից հետո հստակ կունենանք թվային ցուցանիշներ բերքատվության մասով։ Տնտեսությունների մի մասը նախորդ տարվա բերքից ստացած կարտոֆիլն է սերմնացու պահել ու ցանել, այսինքն երկրորդ, իսկ որոշ սորտերի դեպքում նույնիսկ երրորդ վերարտադրողականության են։ Իսկ ավելի խոշոր ֆերմերային տնտեսությունները ներկրել են նոր որակի սերմնացու, հիմնականում հոլանդականը, որի շուկայական գինն է բարձր։ Մադելինա սերմն է, մենակ ինքը իր հետ թույլ կտա, որ 7 տարի աշխատենք։ Ու միջև էլ գոյենք, բայց դե արդեն սկսել է արդեն ինքն էլ իր որակական հատկությունները քչացնել, կախված մեր եղանակից, իր վեգետացիոն շրջանից փոխվել է ամեն ինչ։ Մեր տարին էլ ցանվի չցանվի ու արդեն խնդիր կա նոր սերմ ձեռք բերելու։ Զուտ գնաց սերմերը, հա, բա ինչ են, թանկ առաջ վերադարձան սերմերը շատ թանկ են։ Շատ թանկ գնով առնում ենք։ Դե նայած ժամանակ նայած գները լինում։ Մինչև 800, 450, 500 տարբեր գների։ Բարձր վերարտադրության սերմացում պետք է որոշակի առումով թանկ լինի մեր շուկայում վաճառվող պարենային մթերքից եւ դրանով պայմանավորված բացի այդ նաև լոգիստիկ խնդիրներ կա, լոգիստիկ ծախսեր կա, հարկային որոշակի խնդիրներ կա, որոնք ազդում են ներկրված իքենի վրա եւ որոշակի առումով թանկ է ստացվում, բայց այդ գինը կարելի ասել փոխհատուցում է բերքատվության աճով բարձր բերքատվության։ Բոլորիս համար երկրորդ հաց համարվող մթերքը, որը սիրում ենք ձմռան համար պահեստավորել, թե ինչքանով կվաճառեն գյուղացիական տնտեսությունները, բայց ինչ գին կդնեն շուկայում վերավաճառողները, միշտ զգալի տարբերություն է ստացվում։ Օրինակ դաշտից խոշոր ու որակով կարտոֆիլը տանում են 110-130 դրամով։ Տնտեսվարողները գներից գոհ են, բայց մարզում դեռ նախորդ տարվանից մնացած պաշարների իրացման խնդիր կա։ Պատճառը ոչ միայն այլ տեղերից ներկրված կարտոֆիլի վաճառքն է եղել, այլև արտահանման սահմանափակումները։ Սպառումը միայն ներքին շուկայում է։ Պետք է նշեմ, որ դա պատկան մարմնի ուշադրության կենտրոնում է եւ գյուղացիական տնտեսությունները այդ առումով որոշակի որևէ խնդիր չունեն այս բայդրությամբ, որովհետեւ ներկրվող կարտոֆիլը իր քանակությամբ շատ քիչ է, քան մեր արտադրած կարտոֆիլն է։ Մենք բավական մեծ քանակությամբ կարտոֆիլ ունենք դեռ բերքահավաք իրականացնելու։ Պետք է նշեմ, որ Սնտամտերքի անվտանգության տեսչական մարմնում մեր ֆերմերային տնտեսությունները գրանցվել են, որպեսզի նաև փորձաքննության ենթարկվի կարտոֆիլը, որ արտահանման հետ կապված որևէ խնդիր չունեն։
Կարտոֆիլի եւ հատի կնդեղեն մշակաբույսերի բերքահավաքը Շիրակի մարզում կավարտվի հոկտեմբերի կեսերին։ Այդ ժամանակ կհաշվարկվեն մարզի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքը։ Բարձրադիր հողերում դեռ շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ Այս տարի գարնանացանի ցանկատարածքները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 2000 հեկտարով, հասնելով 22900 հեկտարի, իսկ աշնանացանը նվազել է ավելի քան 2000 հեկտարով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։